Իսկ ձեր այս ակցիաները ինչքան են տևելու եւ հաջորդը որտեղ։ Մեր հաջորդ գործողությունը լինում է այսօր մենք եկանք վերջին նախազգուշացման, սա վերջին նախազգուշացնում է եւ ուղղված է նաեւ Հայաստանի քաղաքական ուժերին։ Սիրելիներ, գործընկերներ, դուք իդիոտ չեք, չէ՞։ Դուք իդիոտ չեք։ Թե կարող է իդիոտ եք, ես սխալվում եմ։ Կուսակցությունների մասին օրենքը խախտվում է, այն օրենքը, որով դուք ընտրության եք գնալու։ Դուք որևէ քայլ չեք անում։ Ես անում եմ ձեր բոլորի փոխարեն։ Ուր եք։ Այդ ինչ լուրջ գործերով եք զբաղված, այդ թեթև սոլիկներ։ Մեղավոր չեն միայն նրանք, ովքեր չտեղյակ չեն եղել, բայց ովքեր որ տեղյակ են եղել ու չեն եկել այստեղ, այդ աթոռասատկած ասածս ձեզ է վերաբերում։ Դուք ողորմելի ճիճուներ եք, աթոռից բացի ուրիշ բան չեք պատկերացնում։ Դուք ուզում եք ընտրության գնալ, ընտրության կանոնների խախտման պայմաններում, սա հիմնական օրենքն է, ժողովրդավարությունը երաշխավորող օրենքն է։ Ինչպես կարելի է խոսել ընտրությունների մասին, ծրագրեր մշակել, ծրագրեր ներկայացնել, այն դեպքում, երբ ի սկզբանե այս մարդը ազնիվ մարդ է, ազնվագույն մարդ է, Նիկոլ Փաշինյանը ձեզնից 10 գլուխ բարձր է, ասում է ես սրիկա եմ, անելու եմ այն ինչ ուզում եմ, ինչ արել եմ ու արել եմ, հիմա էլ անում եմ, բայց դուք խաղում եք դեմոկրատ, հականիկոլ, բայց տներում վեր եք ընկել, որպես հետին սրբապիղծներ, Նիկոլի դաշնակիցներ։ Դա է բացատրությունը, ինչու այսօր նրանք այստեղ չեն, կամ էլ ներողություն, եթե տեղյակ չեն եղել, եթե ես թերացել եմ, բայց ձեր ներկայությունը արդեն լրագրողների ներկայությունը ցույց է տալիս, որ նրանք պիտի տեղյակ լինեին։ Ուրեմն մեր հաջորդ քայլը ուրբաթ օրը արդեն մենք իրազեկել ենք դատախազության դիմաց, դատախազից ենք պահանջելու Նիկոլի հետ, հանցագործի հետ այլևս գործ չունենք, այլ իրավապահներին պիտի ասենք, լսեք, եթե դուք հովանավորում եք Նիկոլ Փաշինյանին, դուք ձեր վրա խաչը դրեցիք։ Ես նույնիսկ բարեկամաբար խոստացել եմ, Գալյանին եմ խոստացել, արդարադատության նախարար, մեծագույն ստախոսին, որ ասում էր մարտ ամսին կլինի նախագիծը։ Մարտ ամիսը անցել է, հիմա մենք ապրիլի մեջ ենք։ Եվ հիմա նաև դատախազին եմ տեղեկացրել, որ ես խոստանում եմ, երբ ինքը բանտում կլինի, իսկ ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը բանտում հայտնվի որպես կոռուպցիոն հանցանքների հովանավոր։ Ամիսը մեկ ես իրեն տանելու եմ իր ուզածը, սիրտը ինչ կուզի, պիտի ինձ ասի, ես իրեն պերեդաչի եմ տանելու։ Վարդապետյանին չտանեմ, կին է, մարդ է, հայ մարդ է, մանավանդ իմ ճիքերով է բանդում հայտնվելու, ես այն կարծիքին եմ, որ արժի որ տանեմ, չէ։